Ինչ ֆենոմենալ մարդ պետք է լինես, որ բոլորի կյանքում թողնես հետք, բարի հետք։ Մարդաշատ է կինոյի տունը։ Կինոգործիչներ, արվեստագետներ եւ ուսանողներ են ներկա կինովավերագրող Ռուբեն Գևորգյանցի ընդմիշտ ֆիլմի ցուցադրությանը, որը երկրորդ անգամ արվեստագետի 80-ամյակին նվիրված հուշ երեկոյին է ցուցադրվում։ Որդու Վահե Գևորգյանցի խոսքով, սա այն բացառիկ ֆիլմերից է, որը լավագույնս է բացում հոր կերպարը։ Ինքը 95 թե 96 թվականին որոշեց անել մի ֆիլմ, որը հավաքած է իր մնացած ֆիլմերից եւ իր, այսպես ասած, մտքերը ընդհանրապես կյանքի, աշխարհի եւ իր անցած ուղիի մասին։ Այդ ֆիլմը դուրս եկավ, կարծեմ 97-ին, ամենադժվար ժամանակներ կինո նկարելու համար։ Գևորգյանցի դոկումենտալը փաստական էր, միաժամանակ պոետիկ։ Ինքը ինտելիգենտ ու պրոֆեսիոնալ, միշտ խանդավառված նոր գաղափարներով։ Նրա գործը մնայուն է, վստահ են ընկերները։ Չապրած տարիների համար են ափսոսում։ Ինքը հայտնի է որպես դոկումենտալիստ, առաջի հերթին շատ համարձակ, անվախ եւ ամեն ինչի հանդեպ ուներ իր կարծիքը։ Յուրօրինակ հայացք կար, այսինքն իր ձեռագիրը կապված էր իր անձի հետ շատ սերտ։ Դա շատ կարևոր բան է, անգամ դոկումենտալ կինոյում, ընդհանրապես արվեստում։ Վավերագրական կինոյի ժանրը Ռուբեն Գևորգյանցի շնորհիվ հարստացավ, նրա ֆիլմոգրաֆիան հարուստ է 70-80-ականների տարեգրությամբ։ Թեմաներ, որոնք արգելված էին, համաշխարհային կինոյի մեծեր, որոնք խոսել են նրա տեսախցիկի առաջ, Գոդարից մինչև Փարաջանով։ Իր ֆիլմերի բարձրացրած թեմաները միշտ արդիական են ու ինքը ընդամենը խնդրեմ չի վերհանում, ինքը լուծման ճանապարհ է առաջարկում։ Թողել է շատ ծանրակշիռ ֆիլմեր, բարի հետք, սպասում, հրաշագործի աշուն եւ այլ։ Կինոյի մարդ էր, աչքերի մեջ կայծ կար, մտքում խորություն։ Արվեստում պատերազմի ժամանակ թե կյանքում ոգևորության աղբյուր էր։ Գևորգյանցը տեսակ էր, որ պակասեց։ Հայ մշակութային հիշողության ինքնատիպ վկայագիրն է նա թողել հայ կինոյի պատմության մեջ։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։